Ողջույն, սիրելի հետևորդ։ Պատկերացրու, մարդը կարող է ամեն ինչ ունենալ, բայց ներսից դատարկ լինել։ Կարող է շատ բան իմանալ, բայց չիմանալ ամենակարևորը։ Եվ Պողոս առաքյալն այսօր մեզ մի ուժեղ զգուշացում է տալիս. մի թող որ քեզ գերի տանեն։ Զգույշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չհրապուրի իմաստասիրական տեսություններով և սնոտի խաբեությամբ, որոնք մարդկային ավանդության և բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության, որովհետև Քրիստոսի մեջ է մարմնապես բնակվում աստվածության ամբողջ լիությունը։ Դուք էլ նրանով լցվեցիք, որ գլուխն է ամեն իշխանության ու պետության։ Նրանով թլպատվեցիք հավատով, անձեռագործ թլպատությամբ, Քրիստոսի թլպատությամբ, մերկանալով մեղանչական մարմնից, մկրտվելով թաղվեցիք նրա հետ, դրանով էլ նրա հետ հարություն առաք։ Աստծո զորությանը հավատալով, որ նրան հարություն տվեց մեռելներից։ Նրա հետ Աստված կենդանացրեց նաև ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք ձեր մեղքերի ու մարմնի անթլպատության պատճառով։ Աստված ներեց մեր բոլոր հանցանքները և ջնջեց մեր օրինազանցության համար մեր դեմ արձակված դատավճռի ձեռագիրը, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին, իշխանություններին ու պետություններին զինաթափ արեց, հրապարակավ խայտառակեց, նրանց պարտության մատնելով Քրիստոսի միջոցով նրա հարության ժամանակ։ Ուստի ոչ ոք ձեզ թող չդատապարտի ուտելու կամ խմելու, տոնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում, որոնք գալիքի ստվերներն են, իսկ մարմինը Քրիստոսն է։ Չլինի, թե որևէ մեկը ձեզ խաբի կեղծ խոնարհությամբ, հրեշտակների պաշտամունքով, դատարկ բանի հետևելով, անտեղի հպարտանելով մարմնական մտածումներով։ Այդպիսի մեկը կապ չունի գլխի Քրիստոսի հետ, որից ամբողջ մարմինը հոդերով ու խաղերով կապված ու միացած ստանում է իր ամճումը, որ Աստծուց է։ Եթե մեռաք Քրիստոսի հետ և բնության տարերային ուժերի իշխանությունից դուրս եկաք, ինչու եք այս աշխարհում ապրողների նման հետևում մարդկանց կողմից տրված պատվիրաններին ու վարդապետություններին։ Մի մոռացեք, մի ճաշակիր, մի դիպչիր, բաներ, որոնք նախատեսված են սպառման համար, որոնք իմաստության համբավ ունեն ինքնական պաշտամունքով, խոնարհությամբ, մարմնի խստակեցությամբ, բայց արժեք չունեն և ծառայում են մարմինը բավարարելուն։ Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեք վերին բաները, որտեղ Քրիստոսն է նստած Աստծո աջ կողմը։ Վերին բաների մասին խորհեք և ոչ թե այն բաների, որ այստեղ երկրի վրա են, որովհետև մեռաք և ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Իսկ երբ Քրիստոսը ձեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Ամեն։ Պողոս առաքյալը այս հատվածում բարձրաձայնում է մի շատ արդիական վտանգ։ Նա ասում է. զգույշ եղեք, որ ոչ ոք ձեզ գերի չտանի, փիլիսոփայությամբ ու դատարկաբար խաբեությամբ։ Նկատեք, նա չի ասում մի մտածեք, այլ ասում է մի խաբվեք այն բաներով, որոնք հեռու են Քրիստոսից։ Այսօրվա աշխարհում սա առավել քան իրական է։ Մարդուն առաջնորդվում են հազարավոր ճանապարհներ դեպի երջանկություն, բայց առանց Քրիստոսի։ Պողոսը հիշեցնում է մեծ ճշմարտությունը։ Քրիստոսի մեջ է աստվածության ամբողջ լիությունը և հետո ավելացնում է մի հզոր խոսք. և դուք նրանով լցված եք։ Սա փոխում է ամեն ինչ։ Քրիստոնյան թերի մարդ չէ, որ աշխարհից լրացում փնտրի։ Քրիստոսի մեջ մենք արդեն ստացել ենք կյանքի ամբողջականությունը։ Պողոսը շարունակում է մկրտության խորհրդով։ Նա ասում է. դուք Քրիստոսի հետ թաղվեցիք մկրտությամբ,
եւ նրա հետ էլ հարություն առաք։ Սա պարզապես գեղեցիկ պատկեր չէ, սա հոգևոր իրականություն է։ Այսինքն, հին մեղավոր մարդը պետք է մնա գերեզմաններում, նոր մարդը պետք է ապրի հարության կյանքով, բայց հաճախ մենք ինչ ենք անում։ Մենք կարծես վերադառնում ենք հին գերեզմանին, վերցնում ենք հին սովորությունները, հին մեղքերը, հին մտածելակերպը։ Պողոսը մեզ ասում է. մի վերադարձիր այնտեղ, որտեղից Քրիստոս քեզ հանեց, եւ ահա գալիս է հատվածի ամենահզոր կոչը։ Պողոսը չի ասում, եթե երբևէ, նա ասում է, եթե արդեն հարություն առաք Քրիստոսի հետ, ապա վերևինը փնտրեք։ Վերևին նայեք, խորհեք։ Սա փախուստ չէ երկրից, սա կյանքի ուղղության փոփոխությունն է։ Քրիստոնյան ապրում է երկրի վրա, բայց սիրտը կապված է երկնքին։ Սուրբ հայրերը ասում էին, որտեղ քո միտքն է հաճախ գնում, այնտեղ էլ քո սիրտն է բնակվում։ Ուրեմն հարց քեզ եւ ինձ, քո միտքը որտեղ է ապրում այս օրերին։ Քո սիրտը ինչով է լցված։ Պողոսը մի շատ մխիթարիչ խոսք է ասում։ Ձեր կյանքը թաքնված է Քրիստոսի հետ Աստծու մեջ։ Ինչպիսի խորություն։ Քրիստոնյայի իրական կյանքը միշտ տեսանելի չէ աշխարհին։ Երբեմն թվում է հավատացյալը պարտվում է, տառապում է, մենակ է, բայց Պողոսն ասում է. քո իրական կյանքը ապահով տեղում է, այն պահված է Քրիստոսի մեջ եւ վերջում տալիս է մեծ հույսը։ Երբ Քրիստոս հայտնվի, դուք էլ նրա հետ փառքով կհայտնվեք։ Սա քրիստոնեական վերջնական հաղթանակն է։ Սիրելի բարեկամ, այս խոսքը մեզ 3 հարց է տալիս այսօր։ Գերի չենք տարել քեզ աշխարհի դատարկ խոստումները։ Չես վերադարձել հին կյանքի գերեզմանին։ Սիրտդ վերևն է փնտրում, թե միայն ներքևինը։ Այսօր լավ օր է նորից դիրքավորվելու։ Հիշիր, դու Քրիստոսի մեջ լի ես։ Հիշիր, հին մարդը թաղված է։ Հիշիր, քո իրական կյանքը վերևում է։ Թող Տերը մեզ օգնի ապրել ոչ թե պարզապես որպես հավատացյալ անունով, այլ որպես մարդիկ, ովքեր իրապես հարություն առած կյանքով են քայլում։ Սիրելի բարեկամներ, եթե օգտակար եղավ ձեզ այս նյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ տարածել, որ շատ քրիստոնյաների հասնի այս կարևոր սուրբ գրային պատգամները։